Նախ պարոն Օհանյան տեսակետ հնչեց ազգային ժողովի ամբիոնից ձեր արչև կանգնած ՔՊ-ի պատգամավորը խոսելով 2016-ին իրենց բացահայտումների մասին, որ 8.5 միլիարդ դրամի զենք չմատակարարելու գործը բացահայտվեց, ձեր արչև կանգնած ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ, ասում է դուք ոչ միայն զինվորի տրուսիկ եք կերել, այլև տանկի մատոր, BMP-ի թրթուր եք կերել, խամյակների հետ համեմատեց, որի թշերից 2 ֆուռ ապրանք ես անում, այնքան են կերել, փորները դարել է Գառնիի գերեզմանոց, այդքանը ոնց եք կերել, բանակից այդքան թալան է եղել այդ տարիներին։ Նախ ես չէի ուզի անդրադառնալ այդ կենցաղային մակարդակի մտածելակերպին հայկական բանակի նկատմամբ, որովհետև հայկական բանակը ձևավորվել է Հայաստանի անկախության, Արցախի ինքնիշխանության համար մղվող պայքարի ժամանակահատվածում եւ 3 ճգնաժամային պայմաններում, այսինքն պարտադրված պատերազմ, շրջափակում, երկրաշարժ եւ հայ ժողովրդի միասնության շնորհիվ մենք կարողացել ենք եւ այդ պայքարի ընթացքում պատերազմական գործողությունների վերածված ժամանակահատվածում կամավորական ստորաբաժանումների ձևավորել կանոնավոր բանակ։ Այդ կանոնավոր բանակի ակունքներում կանգնած են բազմաթիվ արժանի մարդիկ, բազմաթիվ հերոսներ, նաև մարդիկ, որոնք որ իրենց կյանքն են տվել եւ այդ ձևի բնութագրել բանակի կազմավորումը եւ ընդհանուր առմամբ նրա զարգացման ընթացքը անընդունելի է։ Տեսեք, այսօրվա իշխանությունները ուզում են ներկայացնեն, որ բանակը հիմա է զարգանում, նախկինում բանակը չի եղել։ Այնուամենայնիվ ես հարգելով մեր բանակին պետք է ասեմ, որ բանակի շարունակական զարգացումը իր ամբողջ պատմության ընթացքում է երևացել եւ նրա առավելություններն նրանում են, որ տարել է հաղթանակ, հաղթանակից հետո ինքը կարողացել է պատերազմի այսպես հետևանքները հետզհետե վերացնելով կազմավորվել, ձևավորվել, զարգանալ եւ այդ ամենը երևացել է առաջին հերթին սահմանին խնդիրներ կատարելու ժամանակ, որտեղ որ մենք եղել ենք պարտադրողի դերում, ուսումնական ողջ գործընթացի ժամանակ, միջազգային ռազմական հարաբերությունների ընթացքում, բոլոր մրցումներում, զորավարժություններում առաջատար տեղ գրավելու ժամանակ, բայց միևնույն ժամանակ նաև եղել են ակնհայտ է, չէ, թերություններ են եղել, եթե զրոյից ես ինչ-որ մի բան կառուցում, բայց միևնույն ժամանակ էլ այդ թերությունների ուղղությամբ բոլոր նախարարների ժամանակ համառ պայքար է մղվել, որ այդ թերությունները վերացվեն։ Իմ ղեկավարման տարիներին, օրինակ, ես գնդապետից բարձր մոտ 135 հոգի պատասխանատվության եմ ենթարկել տարբեր տիպի, վարչական պատասխանատվության, նաև իրավական պատասխանատվության։ Դարել է, որ 8.5 տարվա ընթացքում այդ 100 ամսվա կտրվածքով յուրաքանչյուր 22-23 օրը մեկ մարդիկ պատասխանատվություն են կրել դրա համար։ Բացի դրանից մենք նաև բանակում տիրող իրավիճակի համար մարդու իրավունքների եւ բարեվարկության ամրապնդման կենտրոն ենք ստեղծել, որի հիմնական նպատակը եղել է բարեվարկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, անարդարությունները նախ ծրագրային հենքի վրա դնել եւ սովորեցնել, որ դրանք չի կարելի անել։ Եվ հետո էլ ուրեմն համապատասխան պատասխանատվության ենթարկել։ Այնպես որ ասել, որ թալանել են, տանկի մատոր, չգիտեմ ինչ, դա գիտեք կենցաղային մակարդակի վերածել է բանակի ամբողջ պատմությունը եւ ես համեմատության կարգով կարող եմ ասել, որ նոր կազմավորված բանակը եւ պատերազմի ընթացքում հաղթելը
եւ այնուհետեւ մեր սահմանները կարողացել է պաշտպանել, ըստ էության նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում էլ բանակը, Արցախի բանակը առաջի գծում մեծամասնությամբ իր առջև դրված խնդիրն իրականացնել է։ Խնդիրը կայացել է նրանում, որ այն մարդիկ, որոնք որ պատասխանատու են ընդհանուր իրավիճակի գնահատման եւ հասկանում են ռազմական գործողությունների թատերաբեմը, նրանք պետք է գիտակցեին, ճշտեին հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը եւ տանեին այդ ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման դեմը, այսպես պարզ ասած, առնեին։ Իսկ դա ոչ թե բանակի ղեկավարության խնդիրն է առաջին հերթին, այլ պետության ղեկավարության խնդիրն է, որոնք որ պետք է ազգը, պետությունը մոբիլիզացնեն, ռազմական ռելսերի վրա դնեն եւ բանակին աջակից լինեն։ Դրանումն է խնդիրը, որ գիտեք, կամավորական կազմակերպություններից կանոնավոր բանակ ստեղծած բանակը 44-օրյա պատերազմի ընթացքում շատ դեպքերում վերեածվել այսպես նորից կամավորական ստորաբաժանումների, որովհետև ճիշտ մոտեցում չի եղել բանակին աջակցելու, բանակի համար մոբիլիզացիա իրականացնելու եւ բանակի կորուստները անդադ այսպես վերականգնելու ուղղությամբ։